Հրայսարկավակ եկեղեցու դեմ նոր արշավ է սկսել, Նիկոլ Փաշինյանը կարծես թե հետ չի կանգնում Վեհարանը ազատագրելու իր մտքից, ձեր տեսակետն եմ ուզում լսել։ Տեսեք, ազատագրել Վեհարանը, ումից պիտի ազատագրի, եթե վեհափառն է այնտեղ, եւ որ վեհափառը հանգրվանում է, դա Վեհարանը հենց։ Այսինքն ուր պիտի փորձի ինչ-որ վեհափառին տեղափոխել, իզուր չեմ ասում փորձի, որտեղ դա շատ անհաջող քայլ է լինելու համենայն դեպս այն մարդու համար, ով որ իրեն հռչակում է հայ ազգի մեջ որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր զավակ, Սաղմոսները ասում, անգիր ասում է, անգիր ինչը փաստ է, անգիր գիտի Սաղմոս ու ինքը գովում է ինքը իրեն, որ ես անգիր գիտեմ Սաղմոսը, ասում է, որ ամբողջական Սաղմոսը ասացի, բայց իրականում Սաղմոսը մի քանի մասից է բաղկացած, ինքը երրորդ մասից ընդամենը անգիր ասած, բայց էլի գովել է, որ անգիր անում, բայց պետք չի շարունակել իր բնույթի համաձայն լինել այսպիսի մի տեսակ, որ մարդկանց աչքին փոշի, որ լցնում են, որ պարզ չերևա ինչ է կատարվում։ Եթե դու քեզ համարում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ, դու պիտի գիտակցես, քաջ գիտակցես նվիրապետական կարգը եկեղեցուն, որ գոյություն ունի։ Եվ ով ինչ դիրք ունի, ինչ տեղ ունի եւ ինչի իրավունք ունի։ Եվ նաեւ հայ առաքելական եկեղեցու զավակը, որ պիտի կաթոլիկ եկեղեցուց հաղորդություն չստանա։ Հիմա դու հայ առաքելական եկեղեցու զավակ ես, թե կաթոլիկ եկեղեցու հետևորդ ես։ Եվ եթե դու կաթոլիկ եկեղեցում հաղորդություն ես ստանում ու քեզ ներկայացնում ես որպես վառ քրիստոնյա հայ առաքելական եկեղեցու, դու այդքան բավարար գիտելիք չունեիր, որ այնտեղ ասիր, չէ, ես չեմ ստանում կաթոլիկ եկեղեցու հաղորդությունը։ Գիտեք, բաներ կա, որ մարդիկ 2-3 տող կարդալով մտածում են ինչ-որ մի բաների հասան, բայց հայտարարում են, բայց հետո չեն կարող, իրենց արածը չի համապատասխանում իրենց կարդացածի հետ, այսինքն իրենց հայտարարածի ու իրենց արածը լրիվ հակասում են։ Ամոթալի է։ Նաև ուզում եմ անդրադառնանք Արագածոտնի թեմում կատարված այս իրադարձություններին, տեսանք, որ թեմի առաջնորդին ևս կալանավորեցին, նաև Տեր Արամը, ով արդեն կարգալույծ է եղել, քիչ առաջ մամուլը գրեց, որ Հովանավանքում պատրաստվում է հարսանիք մատուցել, այս ամենին զատ նաև Փաշինյանը հայտարարեց, որ Կիրակի օրը պատրաստվում է մատուցել իր մատուցած պատարագին ներկա գտնվել, ուզեմ ձեր տեսակետը լսել, որքանով է ընդունելի կամ առհասարակ ընդունելի է, թե ոչ, որ կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցի։ Եթե ասում ենք կարգալույծ եղած, նշանակում է արդեն կարգերը ինքը չի անում, իրավասություն չունի կարգերը կատարելու։ Կլինի պատարագի կարգ, կլինի պսակի կարգ, մկրտության կարգ, բոլոր խորհուրդները, 7 խորհուրդները, որոնք ոչ բոլորն են նաև այս քահանային վերապահված, այնտեղ ձեռնադրությունը կա, որ եպիսկոպոսներն են արդեն անում։ Հիմա տեսեք, ձեր խոսքում լավ նկարագրեցիք, ես անձամբ ճանաչում եմ իրեն, ես էլ երբ որ ինքը պատարագում էր Հովանավանքում, ես էլ գնացել եմ ու սարկավակություն եմ արել, օգնել եմ իրեն, որպեսզի իր ձեռամբ պատարագը մատուցվի, բայց եթե, չգիտեմ, խոսքը ոնց է հնչել, որ պիտի ամուսնություն, կատարի ինքը, ամուսնության կարգը կատարի։ Մամուլը գրեց ճիշտն ասած, մանրամասն տեղյակ չեմ, գրված էր, որ լարված իրավիճակ է Հովանավանքում, պատրաստվում է ամուսնության Այդքանից կարգալուծությունից հետո ես վատ բան չեմ ուզում ասել, բայց կարգալուծությունից հետո ինքը կարող է ամուսնության արարողություն անել, բայց պսակի խորհուրդ չի կարող անել։ Այսինքն կարող է բարեմաղթանք ասել, երջանկություն մաղթել։ Այսինքն ստացվում է նա որոշման հետ համաձայն չի, եթե պատարագ է իրականացնում, ուզում է ամուսնության արարողություն անել։ Այսինքն ինքը համաձայն էր այն որոշման հետ, որ իրեն քննություն իրենից վերցրեցին ու թույլ տվեցին, որ քահանա օծվի, բայց ինքը համաձայն չի այն որոշման հետ, որ ու կներեք, ես շատ չեմ ուզում այդ հարցում մանրանալ, բայց ճանապարհը իրողությունը ցույց է տալիս, էլի։ Հիմա եթե օրինակի համար ինքը հռչակվել է կարգալույծ եւ Հայաստանի ղեկավարի պաշտոնում եղող անձնավորությունը ասում է, որ պիտի գնա պատարագին էլ մատուցած, նշում է Տեր Արամի մատուցած պատարագին, այդտեղ էլ արդեն արտահայտչական սխալ է թույլ տալիս,
պատարագի խորհուրդը թե մատուցել, թե ինչպես կատարվել եւ այլ սպասավորություն է, բայց եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ թույլ տվեք ասել, որ հայտարարության մեջ, որևէ հայտարարության մեջ, եթե հայտարարություն է տարածում Մայրաթորը, չի ասվում, որ վեհափառ հայրապետը կարգալույց հռչակեց։ Կարգապահական հանձնաժողով կա, հա? Եպիսկոպոսները որոշում են, իրեն քանի անգամ կանչել են։ Ինքը ես հարցազրույցն էլ տեսա, որ չի ներկայացել։ Պատճառաբանությունները բերել, հետո ոնց որ էլեկտրոնային հասցեն չէր ստուգել, թարմացրել լարված իրավիճակում, ինչը մի քիչ զարմանալի է, բայց ես չեմ ուզում, որպեսզի նման բաներ կատարվեն։ Եթե խնդիր կա որևէ տեղ, ասել եմ ու ելի կասեմ։ Եթե որևէ տեղ, որևէ ոլորտում, որևէ ասպարեզում խնդիր կա, դա պիտի կարգավորվի։ Բայց ամեն մեկը ըստ իր իրավասության։ Նաև եթե թույլ կտակ մի հարց եւս ավելացնեմ, Արամ Տեր Արամ 3 ճեպազրույց էր տալիս եւ Հովանավանքի եղավ, մենք իր մասին։ Այո, 3 ճեպազրույց էր տալիս եւ ասաց, որ եթե Մայրաթորը կարգալույց լինելու այդ որոշումը չվերանայի, ապա նա Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու եւ կիսելու է իր կարծիքը վեհափառի հետ կապված, այս մասով ինչ կասեք։ Այսինքն վեհափառի հետ կապված ինչ Ասում է դա ամենայն հավանականությամբ ինչ ասում է ճիշտ է ասում։ Շատ բաներ կարելի ասել այստեղ։ Ես անկեղծ ասեմ, ես չեմ էլ ուզել հանդիպեմ եւ խոսեմ առանձին իր հետ։ Հանրային առաջին հեռուստատեսության, որ Պետրոս Ղազարյանի մոտ ինքը հարցազրույցի, հա, կամ զրույցի գնաց։ Ես չեմ ասի, թե որ խոսքից հետո ես արդեն չեմ ուզում նույնիսկ խոսել։ Ձեզ համար անակնկալ էր նրա Պետրոս Ղազարյանի մոտ գնալը հարցազրույցի։ Անկեղծ ասեմ, այո։ Ես միգուցե իմ բացթողումն է եղել, որ ավելի ուշադիր չեմ նայել, թե իմ շուրջ հոգևոր եղբայրները ովքեր, ինչ ցավեր ունեն, հա, ինչ խնդիրներ ունեն, կամ արդյոք դրանք ցավեր են, թե թվում են ցավեր, որոնք կարող են վերածվել մի ահռելի խնդիրների, որոնց լուծումը նույնիսկ իրենք արդեն չեն կարող տալ։ Միգուցե այդպես է եղել, բայց իհարկե իր այցելությունը անակնկալ էր, բայց ոչ հաճելի անակնկալ։